Բարև ձեզ, եթերում ՎՏՀ Հայաստան նյուզն է։ Այստեղ դուք կգտնեք փաստահեն եւ վստահելի տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության հարցից մինչև հայաստանյան նախընտրական գործընթացներ։ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգում բազմաթիվ հարցեր կային։ Վլադիմիր Պուտինը նախ նշեց, որ հանգիստ են վերաբերվում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Հայաստանում ընթացող քննարկումներին, սակայն հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրամիությանը անդամակցությունը անհամատեղելի է։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կընդունեն այդ որոշումը։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա իհարկե մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումների անդամակցությունն անհամատեղելի է, սակայն այն, ինչ մենք անում ենք եւ այն օրակարգը, որ մենք ունենք, առնվազն այս պահին համատեղելի են։ Սա փաստ է, եւ քանի դեռ կա այդ օրակարգերը համատեղելու հնարավորություն, մենք կշարունակենք դրանք համատեղել։ Իսկ երբ գործընթացները կհասնանային կետին, երբ անհրաժեշտ կլինի որևէ որոշում ընդունել, ես վստահ եմ, որ մենք, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կընդունենք այդ որոշումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անվտանգությանը վերաբերող հարցերին։ Վլադիմիր Պուտինը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կայունացման մասին, շեշտելով, որ Միացյալ Նահանգների նախագահը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել դրանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Վլադիմիր Պուտինը եւս առանցքային դեր ունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայաստանյան նախընտրական գործընթացներին։ Վլադիմիր Պուտինը խոսեց պրոռուսական ուժերի մասին։ У нас в Армении очень много друзей. Հայաստանում մենք շատ ընկերներ ունենք, շատ, մենք դա գիտենք։ Շատ հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Կարելի է տարբեր կերպ հաշվարկել։ Մենք համարում ենք ավելի քան 2 միլիոն մարդ, եւ հենց մեր ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներն են այդ մասին վկայում։ Եվ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես ձեզ բացահայտ կասեմ, մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն եւ ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ В этих выборах могут принять участие. Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն, ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա։ Ինչ են մտածում Երևանում Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպման մասին։ Մեր գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է զրուցել քաղաքացիների հետ։ Դա խայտարակություն էր, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ինչ է ատում։ Բոլոր դեպքերում պետք է հարաբերությունները պաշտպանվի, այդքան բան։ Լավն ու վատը արդեն չեմ կարող ասել, իրանք կորոշեն։ Պուտինի հետ աշխատելը շատ դժվար է։ Ինչու՞ է դժվարություն։ Ամեն հարցերում իր եղբայր ազգի վրա հարձակվելը չեք պատկերացնում դժվարություն ինչքան է։ Նկատի ունեք Ուկրաինա։ Չեմ կարող ասել Ռուսաստանի կողմից ինչ աջակցություն կստանա մեր կառավարությունը ընտրություններում հաղթելու պարագայում, թե ինչ կարծիք ունի նաև ընդդիմության վերաբերյալ, բայց իմ կարծիքով ամեն դեպքում Ռուսաստանը ազդեցություն ունի դեռ Հայաստանում եւ այդ ազդեցությունը բարբերաբար վերահաստատվում է։ Եվրոպա գնալը Հայաստանի եթե կապված է Ռուսաստանից կտրվելուն, իմ կարծիքով շատ սխալ գործ կանի։ Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրեն, չէ թե ղեկավարը որ նստած։ Մտածում եմ, որ մենք Եվրոպա հələ պատրաստ չենք Եվրոպայի հետ մտնենք։ Եվրոպա հայ ան-թուրքական պետք է եղնի, մեր կյանքը ան-ռուսական։ Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպմանը քննարկված թեմաների վերաբերյալ կզրուցենք Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպմանը քննարկված թեմաներից հասկանալի դարձավ, թե ինչու էր ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում խնդրել Վլադիմիր Պուտինից։ Եվ ընդհանուր առմամբ ձեր գնահատականը ո՞րն է այս հանդիպմանը եւ քննարկված հարցերին։ Իդեպ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցին անդրադարձել է այս թեմային, նա նշեց, որ այցը համարում է շատ հաջողված, որովհետեւ բոլոր ուղղություններով ձեռք են բերվել
կոնկրետ պայմանավորվածություններ եւ երկկողմ հարաբերությունները բնականon զարգանում են։ Ձեր դիտարկմամբ ինչ պայմանավորվածությունների մասին է նաեւ խոսքը։ Տեսեք, ես չեմ կարող իհարկե մեկնաբանել ինչ պայմանավորվածությունների են հանգել երկու պետությունների ղեկավարները, այս բայդրությամբ գոնե այդ պայմանավորվածությունները հրապարակված չեն, սակայն գոնե դատելով հանդիպման բաց մասից, այսինքն այն ինչ մենք բոլորս տեսանք 22-23 տևողությամբ, րոպե տևողությամբ եւ նաեւ Ռուսաստանի նախագահի բացման խոսքից իմ համար գոնե հստակ էր, որ Ռուսաստանի նախագահը նախ նշեց, թե ինչ օգուտներ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ, այսպես ասենք, լավ հարաբերություններ ունենալու եւ նաեւ ԵԱՏՄ անդամ լինելուց, նա շեշտեց գազի գինը, որ Հայաստանը միջազգային շուկայական գնի համեմատ մի քանի անգամ ավելի էժան գնով գազ է ստանում Ռուսաստանից, շեշտվեց, որ 1 միլիարդ դոլարից ավելի գյուղատնտեսական արտադրանք Հայաստանից արտահանվում է Ռուսաստան, սա պլյուսներն են եւ գուցե նաեւ կար ակնարկ, որ եթե հարաբերությունները վատթարանան կամ ըստ Ռուսաստանի Հայաստանը ձեռնարկի քայլեր, որոնք այսպես ասենք հակասում են Ռուսաստանի շահերին, ապա Հայաստանը կարող է զրկվել այս հնարավորություններից, այսինքն ստիպված կլինի գնել գազ շատ ավելի բարձր գնով եւ գուցե կարող է պարզվել, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը Ռուսաստանում այնքան էլ պահանջված չէ։ Այնուհետև Ռուսաստանի նախագահը նաեւ ակնարկեց, որ Ռուսաստանում մեղմ ասած այնքան էլ ուրախ չեն, որ անընդհատ հապկը քննադատվում է վերջին տարիներին, հատկապես 2020-23 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար։ Իհարկե մի փոքր տարօրինակ էր, որ Ռուսաստանի նախագահը նշեց սխալ է կանոն, որ քննադատում եք հապկին Արցախում տեղի ունեցածի համար, որտեղ ոչ ոք հապկին Արցախում տեղի ունեցածի համար չի քննադատում։ Հայաստանում հապկին քննադատում են 2022 թվականի սեպտեմբերի դեպքերի համար, երբ լայնածավալ հարձակում եղավ Հայաստանի վրա եւ հապկը չարձագանքեց, բայց ամեն դեպքում եւ իհարկե կար նաեւ հստակ ակնարկ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Կարճ հիշեցնեմ, որ ընտրություններից մի քանի օր առաջ Մոլդովայում երկու ռուսամետ կուսակցություններ դատարանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ դուրս բերվեցին ընտրություններից օտարերկրյա ֆինանսավորում ստանալու եւ այլ օրենքի խախտումների համար։ Ինձ թվում է Ռուսաստանի նախագահի ակնարկը բավականաչափ հստակ էր, որ Ռուսաստանը չի ցանկանա, որպեսզի նման դեպքեր տեղի ունենան նաեւ Հայաստանում եւ Պարոն Պողոսյան, սրանով եք պայմանավորում, որ ընտրություններին առաջ Հայաստանում պրոռուսական ուժերի մասին Վլադիմիր Պուտինը հայտարարություն արեց։ Ինձ թվում է սրանով, որ ակնարկ կար, որտեղ հստակ նշվեց, որ մենք ցանկանում ենք, որ այդ ուժերը մասնակցեն ընտրություններին։ Իմ գնահատմամբ ակնարկը պարզ էր եւ գիտեք նաեւ, որ Հայաստանում վերջին 6 ամիսներին ինչ ինտենսիվությամբ է քննարկվում մոլդովական սցենարի կրկնության հնարավորությունը։ Գիտենք նաեւ, որ կա հարուցված քրեական գործ արտաքին հետախուզական ծառայության համապատասխան տվյալների հիման վրա, որ X երկրում X պետության հատուկ ծառայությունները փորձում են այնտեղ բնակվող Հայաստանի քաղաքացիներին եւ ազգությամբ հայերին, այսպես ասենք, ներգրավել Հայաստանի ներսում որոշ կուսակցությունների օգտին աշխատելու համար։ Համար հստակ է, որ դժվար թե խոսքը գնում է, ասենք, Ֆրանսիայում կամ Ֆրանսիայի կամ Իտալիայի մասին, ակնհայտ է թե որ պետության մասին է խոսքը։ Սա առաջին եւ երկրորդ հաշվի առնելով, որ շատ հստակ տրվեց նաեւ կոնկրետ անձնավորության անունը չտրվեց, բայց հստակ ասվեց անձնավորության մասին, որը գտնվում է անազատության մեջ, կարծես թե նաեւ սրանով փորձեր որոշակիորեն ցույց տալ, թե Ռուսաստանը ում է աջակցում կամ որ քաղաքական ուժին է աջակցում ընտրություններից առաջ։ Վերջին հաշվով այս ամենը Ռուսաստանի նախագահը կարող էր ասել նաեւ փակ հանդիպման փակ հատվածում, բայց նախընտրեց սրա մասին խոսել բաց, երևի թե որպեսզի բոլորին ցույց տա, որ Ռուսաստանում կա մտահոգություն, որ Հայաստանում որոշ պրոռուսական կուսակցություններ կարող են ընտրություններից կարճ ժամանակ առաջ դուրս հանվել ընտրական գործընթացից դատական որոշումներով եւ ցանկացավ ցույց տալ, որ այո, կան քաղաքական կուսակցություններ եւ մասնավորապես կուսակցություն, որին Ռուսաստանում, այսպես ասենք, բարենպաստ են վերաբերում։ Կապ ունի ընտրությունների հետ թե ոչ, ասացի վերջո։ Տեսեք, կարող եմ ենթադրել, որ ընտրություններից 2 ամիս առաջ նմանատիպ այց, հատկապես այցը Ռուսաստան, չի կարող նաեւ չառնչվել ընտրություններին։ Ես չեմ կարող պնդել, որ սա բացառապես պայմանավորված էր սպասվող ընտրություններով, բայց որ սպասվող ընտրությունները այցի կազմակերպման մեջ դեր ունեցել են, դա միանշանակ է եւ նույնիսկ եթե մենք հանդիպման բաց հատվածում ուղղակի Ռուսաստանի նախագահը խոսեց Հայաստանում սպասվող ընտրական գործընթացների մասին, ապա ես միայն կարող եմ ենթադրել, որ շատ ավելի, այսպես ասենք, դետալային կամ գուցե նույնիսկ ավելի կոշտ խոսակցություն ընթացել է այն ժամանակ, երբ հերոստախցիկները, տեսախցիկները դուրս են բերվել։
Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նշեց, որ քանի դեռ կա Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության օրակարգերը համատեղելու հնարավորություն, կշարունակեն դրանք համատեղել, ըստ ձեզ ինչ արտաքին կողմնորոշում է որդեգրել Հայաստանը ի վերջո ներկայիս փուլում։ Տեսեք, հարցին պատասխանելը բավականաչափ դժվար է, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք հայտարարություններ, որոնք, եթե չասեմ, իրար հակասում են, առնվազն որոշակի մի ընդհանուր գծի մեջ չեն տեղավորվում։ Կարծես թե Հայաստանի դիրքորոշումը նա է, որ մենք շարունակելու ենք սերտացնել մեր հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների, այդ թվում Եվրամիության հետ, բայց միևնույն ժամանակ ցանկանում ենք պահպանել գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ցանկանում ենք շարունակել մնալ ՀԱՏՄ անդամ գոնե այնքան ժամանակ, ինչքան դա հնարավոր է։ Իսկ Ռուսաստանի դիրքորոշումը, եթե նաև կարդում ենք Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հարցազրույցը ռուսական 10 լրատվական գործակալությանը, որը այսօր առավոտյան հրապարակվեց, բավականաչափ ծավալուն հարցազրույց ի դեպ նվիրված բացառապես հայ-ռուսական հարաբերություններին, ապա կարծես թե Ռուսաստանը ասում է, որ հարգելի Հայաստան, եթե դու մտադրվել ես պայմանական 2040 թվականին անդամակցել Եվրոպական միությանը, ինչը նշանակում է, որ առնվազն 2035 թվականին պետք է դուրս գաս ՀԱՏՄ-ից, սակայն ցանկանում ես եւս 9 տարի 2026-2035 թվականներին մնալ ՀԱՏՄ անդամ եւ այսպես ասենք ստանալ անդամակցությունից բխող տնտեսական օգուտներ, տնտեսապես ամրապնդվել եւ հետո 2035 թվականին ավելի պակաս ցավոտ պայմաններում դուրս գալ ՀԱՏՄ-ից, որպեսզի 2040 թվականին դառնաս ԵՄ-ի անդամ, ապա դա մեզ չի բավարարում, այդ տարբերակը մեզ համար ձեռնտու չէ։ Եթե իրոք կա որոշում, որ պայմանական 2040 թվականին Հայաստանը պետք է դառնա ԵՄ անդամ, հետևաբար գոնե 2035 թվականին պետք է դուրս գա ՀԱՏՄ-ից, ապա եկեք հստակ պայմանավորվենք եւ դուք ՀԱՏՄ-ից դուրս եկեք կամ հայտարարեք դրա մասին 2026 թվականին։ Մենք չենք ցանկանում, որ դուք ՀԱՏՄ-ի ձեր անդամակցությունը դիտարկեք զուտ որպես, այսպես ասենք, ժամանակահատված կամ հնարավորությունների պատուհան, որպեսզի դուք հետագայում ՀԱՏՄ-ից դուրս գալը ավելի պակաս ցավոտ լինի ձեզ համար։ Կարծես թե դա Ռուսաստանի ձեռնտու չէ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում անմիջական չմասնակցության որոշում է կայացրել։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից մեզ ասացին, որ հիմնավորումները եւ կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարում։ Հիշեցնենք, որ 2021 թվականի ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցել էր Հայրենիք կուսակցության հետ կազմած Պատիվ ունեմ դաշինքով։ Մոլդովան որպես օրինակ, հայ լրագրողներն ուսումնասիրել են ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդները։ Ներկայացնում ենք ՎՏ Մոլդովա Նյուզի մեր գործընկեր Ալեքսանդր Ֆեդաշի ռեպորտաժը։ 5 հայ լրագրող ժամանել էին Մոլդովա փորձի փոխանակման եւ իրենց համար կարևոր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։ Այսօր, երբ տեղեկատվական հարձակումները դարձել են ցանկացած նախընտրական արշավի անբաժանելի մասը, հենց մեդիաներն են հայտնվում պաշտպանության առաջին գծում։ Եվ Մոլդովան այն վառ օրինակներից է, թե ինչպես փոքր երկիրը կարող է դիմակայել այդ ռիսկերին։ Լրագրողները սովորել են ճանաչել հիբրիդային սպառնալիքները, հետևել կեղծ տեղեկատվության ցանցերին եւ բացահայտել արտաքին քաղաքական միջամտության փորձերը։ Նրանք ուսումնասիրել են այս ամբողջ շղթան, սկսած տարածաշրջանային խմբագրություններից եւ հասարակական կազմակերպություններից մինչեւ հետաքննական կենտրոններ, որոնք բացահայտել են Մոլդովայի 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա ազդեցության մեխանիզմները։ Եթե խոսենք օրինակ ռուսական ազդեցության մասին, ապա իմ կարծիքով Մոլդովայում այն ավելի ուժեղ է։ Այն առումով, որ բնակչության մեծ մասը կամ առնվազն դրա մի զգալի հատվածը ռուսալեզու է։ Այդ պատճառով մեր դեպքում մենք հասկանում ենք, որ գործակալները կարող են լինել ամենուր եւ մենք պետք է զգոն լինենք։ Կարծում եմ նախընտրական շրջանում ապատեղեկատվության հիմնական հոսքը գալու է սոցցանցերից։ Մենք արդեն զբաղվում ենք կեղծ լուրերի եւ օգտահաշիվների հետաքննությամբ, որոնք սկսել են գործել ապատեղեկատվություն եւ քարոզչություն տարածելու նպատակով՝ ի օգուտ այն ուժերի, որոնց համար աշխատում են։ Մեր թղթակիցը զրուցել է հայ ֆակտ-չեկերների հետ։ Մանիպուլյացիաները ի հայտ են գալիս քվեարկության օրվանից շատ առաջ, երբեմն ամիսներ շուտ։ Եվ դրանց դեմ պայքարում ամենակարևորը սովորել նկատել այդ թույլ ազդանշանները սոցիալական ցանցերի կասկածելի էջերի տեսքով, անանուն տելեգրամ ալիքների, որոնք հանկարծ սկսում են տարածել նույնատիպ նարատիվներ, այսպես կոչված փորձագիտական կայքերի, որոնք հայտնվում են նախընտրական շրջանում բոտ օգտահաշիվների կտրուկ աճով։ Փոքր կուսակցությունների կտրուկ ակտիվացմամբ, որոնք ներկայանում են որպես ազգային կամ ժողովրդական ուժեր։ Սա մի հետաքրքիր խաղ է, որտեղ կա իշխանություն, որն արդեն 8 տարի իշխանություն է, կուսակցություն, որը 8 տարի իշխում է, եւ նոր կուսակցություն, որը մինչև այդ ընդհանրապես քաղաքականության մեջ չի եղել։
Կա եկեղեցի եւ կան բազմաթիվ փոքր կուսակցություններ, որոնք ամենայն հավանականությամբ պարզապես չեն անցնի խորհրդարան։ Իսկապես դժվար է գնահատել, թե ինչպիսին կլինի արդյունքը։ Հատկապես վերջին ամիսներին ակտիվորեն առաջ է մղվում այս նարատիվը, որը, իհարկե, ունի հիմքեր ռուսական ազդեցության կամ արտաքին ուշադրության մասին, ինչպես օրինակ սիրում է ասել Փաշինյանը, այսինքն նա մատնանշում է որոշակի ուղղություն։ Նախընտրական շրջանում մոլդովական լրատվամիջոցները հրապարակել են 13 հետաքննություններ Կրեմլի կողմից քաղաքական գործընթացներին միջամտելու վերաբերյալ։ Այդպիսի հետաքննություններից մեկը երիտասարդների եւ կրոնական համայնքների ներգրավման գաղտնի պայմանավորվածությունների մասին հանգեցրել է նրան, որ մի ամբողջ կուսակցություն հանվել է ընտրապայքարից։ Հետագայում մի շարք կազմակերպիչներ ձերբակալվել են։ Մենք նրանց ներկայացրեցինք, թե ինչպես ենք 5 թեմատիկ հետաքննության ընթացքում ֆիքսել Մոսկվայի փորձերն ազդելու ընտրությունների ընթացքի վրա, մասնավորապես հարցումների մանիպուլյացիաների միջոցով։ Մեր ամենամեծ հետաքննությունում 5 ամիս քողարկման տակ ցույց տվեցինք, թե ինչպես է այս մեխանիզմը գործում ներսից, ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում քաղտեխնոլոգների եւ ինչպես է հավաքագրում երիտասարդներին հանրային գիտակցության մեջ Մոլդովայի եվրոպական ուղղանկալումը փոխելու համար։ Այցի ընթացքում հայաստանցի լրագրողները հանդիպել են տարածաշրջանային եւ ազգային խմբագրությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ռազմավարական հաղորդակցության կենտրոնի եւ Ստարաժվոյ Պյոս կազմակերպության փորձագետներին։ Ծրագրի համակարգողները ընդգծում են, Մոլդովան այն երկիրն է, որից իսկապես կարելի է սովորել, սակայն ծրագրի նպատակը ավելի լայն է, քան պարզապես առանձին լրագրողների ուսուցումը։ Մեր նպատակը Հայաստանում ապատեգատվությանը հակազդելն է, այլ ոչ թե պարզապես լրագրողներին վերապատրաստելը։ Ծրագրին մասնակցել են լրագրողներ, ֆակտ-չեկերներ, հետազոտողներ հայաստանյան 4 մեդիա հարթակներից։ Նախագիծն իրականացվում է Black Sea Trust for Regional Cooperation կազմակերպության աջակցությամբ։ Առաջիկայում նախատեսվում է եւս 2 ուսումնական փուլ արդեն Հայաստանում։ Դրանց կմիանան նաեւ մոլդովացի լրագրողները։ Ալեքսանդր Ֆետաշ, Քիշնև, Մոլդովա, Ոդտակ։ Միացյալ Նահանգները Արտեմիս 2 առաքելության շրջանակում 1972 թվականից հետո առաջին անգամ դեպի լուսին է ուղարկել 4 աստղագնացներով տիեզերանավ։ Նախատեսվում է, որ թռիչքը դեպի երկրի արբանյակ եւ վերադարձը կտևի մոտ 10 օր։ Space Launch System հրթիռը եւ Orion տիեզերանավը, որի անձնակազմում ընդգրկված է 4 աստղագնաց, հաջողությամբ արձակվել է Ֆլորիդայի կանավերալ հրվանդանից։ Առաքելության շրջանակում Orion տիեզերանավը լուսնի շուրջ կկատարի 1 պտույտ։ Մոտ 10 օրյա այս թռիչքը դեպի լուսին նրանց հնարավորություն կտա հասնել տիեզերքի այն խորքերը, որոնք մինչ այժմ մարդուն անհասանելի են եղել։ Գրեթե 3 տարվա նախապատրաստությունից հետո այս անձնակազմը դարձել է առաջինը, որը թռչում է NASA-ի Artemis ծրագրի շրջանակում։ Ծրագիրը, որը մեկնարկել է 2017 թվականին եւ ներառում է միլիարդավոր դոլարների ներդրումներ, նպատակ ունի ապահովել ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը լուսնի վրա առաջիկա տասնամյակներում։ Ի դեպ, Հայաստանը NASA-ի Artemis համաձայնագրին միացել է 2024 թվականին։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան ալիքներից բաց չթողնելու համար Հայաստանի գլխավոր նորությունները։